Ինչպես հարազատները օգնեն բանիկ գրոհի մեջ գտնվող իրենց տան անդամին, ինչ անել ու ինչ չանել։ Չխանգարել։ Գիտեք, ամենացավոտը այն է, որ այցելուները պատմում են, որ հարազատները անընդհատ նշում են, չավարտվեց դա դեռ, չհասկացար, որ այդպիսի բան տեղի չունենալու, չհասկացար, որ դու ես քո հոգեբանը, չհասկացար, որ ամբողջ ուժերը քո ներսում են, եւ ինչ ես տանջում երեխաներիդ, մեղքը չենք մենք, դու մայր ունես, դու երեխաներ ունես, ամուսին ունես, ինչ վիճակի մեջ ես հայտնվել։ Սրանք նախադասություններ են եւ արտահայտություններ են, որ երկրորդային էֆեկտով ավելի են բարձրացնում տագնապը եւ ավելացնում նաեւ ինչու ոչ մեղքի զգացումն ու ամոթի զգացումը։ Եվ վերահսկողության կորուստը առհասարակ իրողության տեր կանգնելու կարողության նկատմամբ թերարժեքություն է ձևավորվում մարդու մոտ, որ հայ էլի իսկապես այսքան ժամանակ ես տառապում եմ ու իսկապես չեմ կարողանում ինչ-որ մի բան անել, իսկապես ես այդքան վատն եմ, իսկապես ես վատ մամա եմ կամ վատ կին եմ կամ վատ աղջիկ եմ, չի կարելի սրանք անել։ Ամենաօգտավետ բանը ընդունել մարդու զգացումները, հասկանալ, որ դա մի բան է, կարծես մարդուն քննադատես կամ մեղադրես, երբ որ ինքը ջերմություն ունի կամ հազում է։ Նույն բանն է։ Մենք ընդունում ենք, չէ՞, եթե մեր հարազատը ջերմում է կամ հազում է, վատառողջ է, այո, տանում ենք բժշկի եւ համապատասխան բուժում է ստանում։ Միակ ճիշտ տարբերակը հասկանալ, որ նման խնդրի տեր կանգնողը հոգեթերապիան է։ Հոգեթերապևտն է եւ ուղղորդել անձին հոգեթերապևտի մոտ։